շահագրգիռ բոլոր մարմինների հետ, այդ թվում նաև պատվիրատուի ներկայացուցիչների հետ կսկսվի դետալային փողոցով փողոց ուսումնասիրություններ պարկանյութերի հիման վրա եւ մանրամասն նախագծման փուլը։ Ծրագրի պատվիրատուի Գյումրիի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումը նախագծային փուլի հարցերի քննարկմանն էր նվիրված։ Ենթակառուցվածքների, ներքին կոմունիկացիաների, անի եւ ավստրիական թաղամասերի հատակագծային քարտեզներն են ներկայացրել տեղի մասնագետները։ Առաջարկվում է նախագիծ կազմելիս դրանք հաշվի առնել եւ կիրառման եղանակ մշակել։ Ջերմոցանցի սխեմաները սրանք տեղադրենք ունենք, որ նախագծողը տեսնի որ տեղ ունեցել են նախկինում այդ ջերմոցանցի կզեր։ Չի քանդեք, ասոց չէ, կարող է քանդել համակարգը։ Հետագայում կարող է նույնիսկ պետք է այնքան լուրջ կառույցներ, որոնք օգտագործել կարող են։ Մենք ստե պարուսյուրագրերը ունենք ավելի մեծ տուները, որ գլխավոր խոհարաշարանի ջերմոցանցը լայն է, 2.5 մոդապես 2.5 Փորձագետի ասած լուրջ կառույցները անի թաղամասում նախկինում կենտրոնական ջեռուցումն ապահովված ցանցի մասին է, որը դադարեց գործել 2006 թվականից ստորգետնյա խողովակները մաս-մաս ապամոնտաժվեցին ու վաճառվեցին, բայց դրանց խրամուղիները պահպանվում են։ Առաջարկներն ընդունելի են համարում նախագծողները, բայց դրանք հաշվի կառնեն, երբ համադրեն իրենց նախագծային լուծումների հետ, թե որքանով են նպատակահարմար օգտագործել ստորգետնյա հին ենթակառույցները։ Վզեպի փողոցաշինական ծրագրով վերկետնյա բոլոր տեսակի մալուխները պետք է փոխարինվեն ստորգետնյա անցումի։ Նախագծային ընկերությունը հարցումներ է արել հանրային բոլոր ծառայություններից ստացել ներքին կոմունիկացիոն ցանցերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ թաղամասերում կսկսեն գեոդեզիական չափումները։ Ոչ միայն չափագրումները, բազմաթիվ գործառույթներ ունենք, ինքը ծրագրի իրականացման աջակցության պայմանագիր է, որի շրջանակներում նաև նախատեսում ենք ստանալ նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Պլանավորվում է, որ արդեն եկող շաբաթվա սկզբից նախագծող թիմը կլինի արդեն տեղանքում եւ փողոց առ փողոց ու մայթ առ մայթ պիտի անցնեն այդ ամեն ինչը հստակեցնելու համար։ Անի եւ ավստրիական թաղամասերի բակերում ու փողոցներում նաեւ մայթերին անկանոն կերպով տեղադրված են տաղավարներ ու ավտոտնակներ, որոնց ապամոնտաժման կամ տեղափոխման հարցերը քաղաքային իշխանության օրակարգում են հայտնվում պարբերաբար։ Հետո դադարեցվում կախված մեծ ծրագրի հետաձգումներից։ Խնդիրը հրատապ կդառնա, երբ շինարարության փուլը կմեկնարկի։ Այժմ պատվիրատուն առաջարկում է փաստաթղթերում ներառել անի թաղամասով շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը կբեռնաթափի քաղաքը ծանրաքաշ մեքենաների երթևեկությունից։ Այսինքն տեղ ճարտարապետն է, հետևից այդ փողոցի տարածքը շրջանցը միանա դեպի մուշկնացող ճանապարհին, այսինքն անի թաղամասը շրջանցիկ ճանապարհ ունենա, այսպեսին դեպի Արմաշեն խճուղի։ Սա հնարավորություն կունենա, որ մուտքը ամրայից ծանր տրանսպորտը քաղաք չի մնի այս ճանապարհով շրջանցիկով դուրս է գալիս ուղղարային Սևերսկու հետևի ուղղակի ճանապարհով դուրս կգա քաղաքից դուրս։ Նախագծային գործընթացը երկու թաղամասերում մինչև հոկտեմբեր կշարունակվի։ Գրված նախագծի հիման վրա են կազմվելու փողոցաշինական ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Եվրոպական ընթացակարգերով ու չափանիշներով առաջնորդվելու արդյունքում աշնանը նոր միայն շինարարի մրցույթ կհայտարարվի։ Մենք նախատեսում ենք, որ 27 թվականի արդեն աշխատանքային սեզոնի բացվելուն հետ, այդ է ապրիլ ամիսը ենթադրաբար, ապրիլի սկզբից արդեն կունենանք մեր շին աշխատանքների մեկնարկը։ Եթե այս տեմպերով ու ժամկետներով գործընթացը շարունակվի եւ 2027 թվականի գարնանը երկու թաղամասերում 37 փողոցների հիմնանորոգման եւ լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները մեկնարկեն, ապա ծրագրի ամբողջական ավարտի ժամկետը կլինի 2028 թվականի նոյեմբերի վերջ։ Ծրագրի համակարգող ու փորձագետ Արթուր Վարդանյանը չի բացառում, որ ծրագիրը լիարժեք ավարտելու համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն եւս կառաջանա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։